գեղեցու։ Չիկարելի։ Ինչ ես անում։ Գնացինք։ Մամա։ Չիկա։ Ոնց տենում եք շատ ցուրտ է մեր մոտ, տակ-տակ հագնվել եմ ու գնում եմ Վալպերիես իմ պատվիրած ապրանքի հետևից։ Գնամ վերցնեմ, տանը ձեզ ցույց կտամ, թե ինչ եմ գնել։ Ինչ է կատարվում։ Սպասի, արի իմ մոտ, արի ստեղ։ Արի։ Սկսենք։ Հիմա ցույց ենք տալիս, թե ինչ ենք վերցրել Վալպերիեսից։ Ոդ մի կպի սեղանին, ոչ շարժվի կամերան արևս։ Հա, այս ցույց տանք։ Լուսին ատամի խոզանակ, որը որ շատ շշոտ են փոխում, որովհետև ինքը ուղղակի կրծում է։ Բայց չդնես բերանդ, կեղտոտ է։ Լավ, չդնես բերանդ։ Այսպես։ Նա։ Լավ, նա։ Չդնես բերանդ, պետք է լվանանք։ Լավ, այդպես։ Վերցրել եմ ունքերի գել, քանի որ ես հիմա իմ ունքերը չեմ հանում ընդհանրապես։ Նու, այս հանում եմ, որ այս մի քիչ էս վերևների հատվածը, որովհետև շատերը երազում են, որ ունենան նման հաստ ունքեր, իսկ ես չեմ պատրաստում հանեմ։ Այդպես, վերցրել եմ այսպեսի գել, հիմա կամերան թարս հաստատ ցույց կտա, բայց ոչինչ։ Ուրեմն իրա չոտկով հեսա ցույց տա, կացենք, այսպեսի, ինքը համարվում է որպես օճար, հիմա ձեզ ցույց կտամ օգտագործման ձևը, չոտկը նախորդ թրջում ենք, սովորական ջրով, այսպես կսում ենք ու սովորական սանրում ենք։ Մազերն էլ հետ։ Ու մի հատ էլ թարս մազին հակառակ ենք սանում, որ գելը ամբողջովին ներծծվի։ Հիմա տեսեք տարբերություն։ Ինչ է մաման։ Հարևս, ես այս մյուսն էլ անեմ։ Սես։ Լուսին։ Լուսին ես։ Նայ քեզ արևս։ Սաղիտ։
Երևի այդքան շատ չի փոխանցում կամերան, բայց ինչ շատ է դուր գալիս։ Հիմա վերցրել եմ սկեսուրիս կանսիլեր աչքերի տակի համար։ Մենք իհարկե արդեն բացել փորձել ենք, մենք չէ սկեսուրս, ու իրան շատ դուր եկավ, բիժովի է, ու շատ լավ փակում աչքերի տակի սևը։ Ոնց են անում։ Ոնց։ Մի խոսքով այդպեսի մի բան։ Գտաս արևս, տնենք մեջը։ Տես։ Դիր մեջը, չբացես։ Այնտեղ Տիգրանին ու Լուսին տան մեջ շորեր են պատվիրել, ինձ թվում է իմաստ չկա ցույց տալու, որովհետև հասարակ բաներ էին, արդեն գցել եմ լվալու։ Եվ վերցրել եմ նաև Տիգրանի ծնունդն շուտով ամսի 14-ին, վերցրել եմ փուչիկներ, հետաքրքիր դեկորներ, բայց դա չեմ ուզում ցույց տամ, որ ավելի հետաքրքիր լինի։ Այդ օրը անպայման բոլորը ցույց կտամ, թե տորթը ոնց ենք պատրաստում, տորթի միջելս մենք ենք թխելու, որովհետև գնալով հասկացա, որ այստեղ հենց մեր քաղաքում ամենից լավ թխում է սկեսուրս, եւ համը, եւ տեսքը բոլորը մենք ենք ապահովում։ Կարող եմ հեռվից ցույց տալ, թե ինչ եմ գնել, փուչիկներ, այսպեսի մի բան, գուշակեք, թե ինչ է ինքներդ, ու այս one, ինձ թվում է բոլորը գուշակեցիք, թե ինչ է, բայց չեմ ուզում ցույց տամ, հենց այդ օրը կտեսնեք, ինչ էի ուզում ասեի։ Իմ կյանքը շատ դժվար կլիներ, եթե չլիներ օնլայն գնումները։ Հիմա պատկերացնեք, ես ասենք ոնց պետք է լիներ, եթե ուզենամ ես ինչ-որ իմ բալիկներից մեկին շոր առնեմ, պետք է գնամ, խանութներում ման գամ, կգտնեմ, չեմ գտնի, կամ ասենք ինձ ինչ-որ մի բան է պետք, շատ հեշտ է, ճիշտ ասած հենց Վալբերեսն է իմ դուրը շատ գալիս, որովհետև թե տեսականին է մեծ, թե հարմար է, հենց մեր շենքի կողքն է, գնում վերցնում ու գալիս եմ արագ, կամ սկեսուրս է բերում։ AliExpress-ից ճիշտ ասած բաներ էի զակաց տվել, բայց հետո տեսա ինչ-որ մի վիդեո Instagram-ում, որ չեն հասցնում ուղարկեն, թե ինչ նման ինչ-որ մի բան, այդպես համարյա մի ամիս ու կես է, չի գալիս, ընդամենը Լուսին պատվիրել եմ մազի ռեզիններ։ Անդադ պոչտա նայում եմ ու գնամ տեսնեմ թուղթ է եկել իմ անունով, որ արդեն եկել է զակազը, ու մի բան էլ էի զակաց տվել, բայց դրանից դեռ լուր չկա։ Առաջ բերում գցում էին հենց փոստարկղի մեջ, գնում վերցնում եմ, հենց դուռը բացում եմ ունդեղ է, բայց հիմա երևի փոխվել է ձևը, էլ նման բան չկա։ Պետք է գնամ պոչտա։ Իսկ թե երբ կգնամ պոչտա, այդ հարցական է, իսկ բացի ինձնից ոչ մեկ չի կարող վերցնի։ Մի խոսքով, հիմա ուզում եմ ինչ անեմ, տոնածառը հավաքեմ, այսօր ամսի 10-ը, 10-ը թե 11-ը, 10-ը հավաքեմ, որովհետև նոր տարուց հետո իմաստ չեմ տեսնում, մի տեսակ երեխեքն էլ արդեն հանում են, խաղալիքները դնում են ու այդ իմ ներվերի վրա ազդում։ Բայց շատ լավ իրենց դրսևորեցին, մենք մտածում ենք տոնածառը շուռ են տալու, բայց նման բաներ չեղավ։ Մյուս տարի տեսնենք ինչ կլինի։ Տոնածառը հավաքեմ, Լուսին բարկացնեմ քնի, երևի ու ես մի հատ կոֆե խմեմ։
Ուր է տոնածառը։ Տիգրան, չկա տոնածառը։ Վայ, ուր է տոնածառը։ Չկա։ Չկա, պստիկ մաման հավաքել է։ Ո՞ր սիրտս։